Իսկ ով ասաց, որ ֆուտբոլ խաղալը աղջկագործ չէ։ Կալիֆոռնիայում ծնված ու Եվրոպայում կարիերան զարգացրած մեր հայրենակցուհին հեշտությամբ կոտրում է կարծրատիպերը։ Սիդնի Վերմիլիոն, ամերիկահայ ֆուտբոլիստուհի, մարզիչ, Հայաստանի կանանց ազգային հավաքականի նախկին պաշտպան։ Եթե ճիշտ եմ հասկանում, հայրիկի կողմից եք հայ։ Պատմեք ձեր արմատների մասին, որ տեղացի էին։ Դուք ձեզ ավելի շատ հայ եք զգում, թե ամերիկուհի։ Իրականում դժվարանում եմ ասել։ Ամերիկյան ինքնությունս մեծ դեր է ունեցել կյանքումս, քանի որ մեծացել եմ Միացյալ Նահանգներում եւ շրջապատված եմ եղել ամերիկյան մշակույթով ու ավանդույթներով։ Բայց հայկական ինքնությունս նույնպես շատ եմ կարևորում։ Ինձ դուր է գալիս հայ լինել։ Միշտ բոլորին հպարտությամբ եմ ասել ազգությանս մասին։ Սուրբ ծնունդը տոնել եմ հայկական եկեղեցու հետ միասին, հետևել եմ հայկական ավանդույթներին։ Ձեր ընտանիքում սպորտային ավանդույթներ եղել էին։ Իրականում չէի ասի։ Հայրիկս ու մայրիկս սպորտի հանդեպ առանձնապես հետաքրքրություն չեն ունեցել երիտասարդության տարիներին, բայց հորս կողմի տատիկը լավ վազորդ էր եւ ռեկորդներ էր սահմանում դպրոցական մրցումներին։ Նա նաեւ զբաղվում էր թրեք ատլետիկայով եւ լավ սոֆթբոլ էր խաղում։ Դա բեյսբոլի նման մարզաձև է։ Տատիկս ինձ միշտ ասում էր, որ իրեն եմ քաշել սպորտի հանդեպ իմ կրքով։ Իսկ դուք երբ տարվեցիք ֆուտբոլով։ Դեռ փոքր տարիքում էիք։ Այո, փոքր տարիքից տարված եմ եղել սպորտով։ Սկզբում խաղում էի սոֆթբոլ, իսկ 10 տարեկանում սկսեցի ֆուտբոլ խաղալ եւ սիրահարվեցի այդ խաղին։ Իսկ ինչու հենց ֆուտբոլ, որովհետեւ գիտեմ Ամերիկայում եվրոպական ֆուտբոլը այդքան տարածված սպորտաձև չէ, այստեղ ավելի շատ է տարածված բեյսբոլը, բասկետբոլը, ամերիկյան ֆուտբոլը։ Ի սկզբանե ինձ մոտ եվրոպական ֆուտբոլի հանդեպ հետաքրքրություն առաջացավ, որովհետև ընկերներս էին խաղում։ Փոքր տարիքում ես ուզում էի փորձել ամեն ինչ, եւ ֆուտբոլը ինձ համար դեռ չբացահայտված մարզաձև էր։ Երբ սկսեցի պարապել, հասկացա, որ մոտս լավ է ստացվում արագ վազել։ Ֆուտբոլ խաղալիս մի առանձնահատուկ վստահություն էի զգում, որ ոչ բասկետբոլ, ոչ բեյսբոլ խաղալիս չէի նկատում։ Մանկական տարիքում արդեն արձանագրել էիք լուրջ հաջողություններ։ Երբ նոր սկսեցի զբաղվել ֆուտբոլով, բավականին շատ գոլեր էի խփում, քանի որ շատ արագաշարժ էի եւ ճկուն։ Ավելի ուշ սկսեցի ձեռքբերումներ ունենալ ավագ դպրոցի թիմում ու նաեւ այն ակումբներում, որոնց կազմում խաղում էի։ Լավ արդյունքներիս համար տարբեր պատվավոր մրցանակներ էի ստանում։ Ընդգրկվել էի ավագ դպրոցական լիգայի պատվավոր ցուցակում, իսկ հետագա տարիներին միացել էի իմ ակումբի հիմնական կազմին։ Խաղում էի թե պաշտպանության, թե հարձակման գծում։ Նաև 2 անգամ ընտրվել էի կենտրոնական ու հարավային Կալիֆոռնիայի All-CIF թիմի մասնակից, որպես լավագույն մարզիկներից մեկը։ Այդ ժամանակ արդեն համարվում էի լիգայի ամենաուժեղ խաղացողը։ Սիդնի Վերմիլիոնի մարզական տաղանդը նկատել էին դեռ մանկուց, լինելով Լոս Անջելեսյան Falcons թիմի ավագ, նա առանցքային դեր էր խաղացել խաղաղօվկիանոսյան պատանեկան լիգայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու գործում։ 2006 թվականին նա 21 խաղում խփել էր 17 գոլ ու կատարել 9 գոլային փոխանցում, ինչի համար հռչակվել էր տարվա լավագույն հարձակվող խաղացող ու ընդգրկվել էր Կալիֆոռնիայի միջդպրոցական ֆեդերացիայի խորհրդանշական հավաքականում։ Այնուհետև նա հանդես էր եկել Նորթրիջի համալսարանի թիմում, որտեղ ճանաչվել էր տարվա լավագույն պաշտպան։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել էր արտերկրում խաղալով շվեյցարական ազգային A լիգայի Նոյնկիրխ թիմում, իսկ ավելի ուշ փորձաշրջաններ էր անցել իսպանական թիմերում։ Նրան ընտրել էին Սևիլիա ակումբի կազմում խաղալու համար, սակայն հանգամանքները ձևավորվեցին այնպես, որ Սիդնին ստիպված եղավ վերադառնալ ԱՄՆ։ Հայրենիքում նա միացավ Portland Trons թիմին, խաղացել է նաև Santa Clarita Blue High թիմում։ Խաղային կարիերան ավարտելուց հետո մեր հայրենակցուհին 2022 թվականին անցավ մարզչական աշխատանքի։ Նա միացավ California Athletic Soccer Club-ի մարզչական շտաբին, որտեղ իր միջազգային փորձն է փոխանցում երիտասարդ խաղացողներին։ Դուք պաշտպան եք, սովորաբար բոլորը ցանկանում են լինել հարձակվող։ Այդ դերը ձեզ համար, ինչպես էր, հաշտվում էիք դրա հետ, որ մարզիչը ձեզ պաշտպանի դերում է պահում։ Իրականում սիրում եմ պաշտպան լինել ֆուտբոլում։ Կարծում եմ այս խաղի ամենալավ դերերից է։ Չէի փոխի այն այլ դերերի հետ։ Որպես պաշտպան շատ ուժեղ եմ եւ կարողանում եմ երկար հեռավորության վրա փոխանցումներ անել եւ թույլ չտալ, որ գնդակը հասնի հակառակորդին։ Գիտեմ, Ամերիկայում համալսարանական սպորտն է շատ զարգացած եւ
հենց համալսարանի թիմում եք դուք լուրջ հաջողություններ արձանագրել նաև։ Yeah, I was lucky enough to get to go. Այո, սովորել եմ Կալիֆոռնիայի պետական Northbridge համալսարանում։ Այնտեղ կրթաթոշակի եմ արժանացել որպես համալսարանական թիմի մասնակից։ Իմ մարզիչը Քեյթ Ուեսթն էր։ Նրա ղեկավարությամբ բավականին լավ սպորտային կարիերայի սկիզբ եմ ունեցել։ Առաջին կուրսում սեզոնի ընթացքում ընդամենը մի քանի խաղի մասնակցելով ինձ հաջողվել է արժանանալ համալսարանի տարվա լավագույն նորեկ մրցանակին։ Երկրորդ, երրորդ եւ ավարտական կուրսերիս ընթացքում շարունակել եմ ակտիվ խաղալ, մասնակցելով արդեն սեզոնի բոլոր խաղերին։ Չնայած որ ունենում էի թե հաջող, թե անհաջող փուլեր։ Համալսարանի վերջին տարին ավարտեցի բոլոր խաղացողների խմբերում ամենաշատը ներկայացվածություն ունեցող մասնակցի կոչումով։ Իդեպ համալսարանի տարիներին մի թիմում եմ խաղացել մեկ այլ հայտնի հայ ֆուտբոլիստուհու Նենսի Ավեսյանի հետ։ Տարիներ անց նա նույնպես Հայաստանի ազգային հավաքականի անդամ դարձավ։ Իսկ ձեր պրոֆեսիոնալ կարիերան որ ակումբում մեկնարկեց։ I started my professional career. Լուրջ սպորտային կարիերա սկսեցի համալսարանն ավարտելուց հետո, բայց դեռ համալսարանի երկրորդ կուրսից սկսեցի այդ ուղղությամբ քայլեր անել։ Խաղում էի LA Rampage ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմում։ Այն կանանց ֆուտբոլի Միացյալ Նահանգների առաջին լիգայի խմբերից էր։ Այդ ժամանակ հիմնադրվել էր նաև UWS լիգան, սակայն քանի որ այն բավականին շուտ լուծարվեց, չհասցրեցի միանալ Միացյալ Նահանգների պրոֆեսիոնալ լիգային եւ արդյունքում մեկնեցի արտերկիր, կարիերաս Եվրոպայում զարգացնելու նպատակով։ Խաղացի Շվեյցարիայի Նոունքիրչ ակումբում, հետագայում ընդգրկվեցի Իսպանիայի Սևիլա ակումբի թիմում, բայց երկար չմնացի այնտեղ։ Որոշեցի վերադառնալ հայրենիք։ Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո որոշ ժամանակ խաղացի Portland Thorns ակումբի թիմում, բայց հիմնականում պահեստային էի, ապա միացա Santa Clarita Blue Heat ակումբին, այնտեղ շարունակելով պրոֆեսիոնալ կարիերաս։ Դե մեզ մոտ ընդունված է, որ եթե ֆուտբոլիստը մեծ ապագա է ուզում իր համար պատկերացնել, պետք է անպայման Եվրոպայում խաղա։ Ամերիկայում էլ է այդպես։ I think that Southern California. Իմ կարծիքով աշխարհի լավագույն կին ֆուտբոլիստները հարավային Կալիֆոռնիայում են։ Գիտեմ շատերը կասեն, որ աշխարհի մակարդակով առաջատարը Իսպանիան է, սակայն իմ փորձից գիտեմ, որ այստեղ կանանց ֆուտբոլը շատ ավելի արագ է զարգանում, քան որևէ այլ տեղ։ Նաև ուզում եմ ասել, որ Կալիֆոռնիայում հայկական ֆուտբոլի համայնքում հրաշալի կին խաղացողներ կան, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի ազգային հավաքականին։ Եվրոպայում ազգությամբ հայ կին խաղացողներ քիչ կան։ Ամերիկյան թիմերը համեմատած մյուս թիմերի ավելի աթլետիկ խաղացողներ ունեն։ Այստեղ հիմա իսկապես մեծ աշխատանք են տանում այդ սպորտաձևի զարգացման ուղղությամբ։ Ամերիկայում այդ իմաստով վերջին տարիներին շատ բան է փոխվել։ Ըստ իս, ճիշտը հենց Միացյալ Նահանգներում կարիերա սկսելն է։ Սա է ամենալավ տարբերակը։ Եվրոպայում ֆուտբոլի խաղաոճը մի փոքր այլ է, բայց սկսելով Ամերիկայում կարելի է արդեն փորձել ուժերը Եվրոպայում, ուր հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ ֆուտբոլի հանդեպ սերն է ավելի մեծ։ Այնտեղ ավելի շատ ակումբներ կան։ Իսկ ինչու՞ չշարունակեցի կարիերան Եվրոպայում, այնտեղ ավելի մեծ հեռանկարներ են սովորաբար բացվում ֆուտբոլիստների առջև։ I would have loved to continue my career. Շատ կուզեի շարունակել կարիերաս Եվրոպայում, Իսպանիա կամ մեկ այլ երկիր տեղափոխվելու մտադրություն ունեի, բայց ստիպված էի մնալ Միացյալ Նահանգներում, քանի որ 2016-ին երեխայի էի սպասում եւ պետք է դադար վերցնեի։ Սպորտային կարիերաս որոշ ժամանակով կանգ առավ։ Զուգընկերս այդքան էլ չէր աջակցում ֆուտբոլային կարիերայիս եւ չէր կիսում սպորտային նպատակներս։ Նա գերադասում էր, որ ես լինեմ պարզապես կին եւ մայր։ Իսկ ես ուզում էի նաեւ ֆուտբոլիստ լինել։ Կարծում էի, որ կարող եմ լինել միաժամանակ եւ մայր եւ ֆուտբոլիստ։ Սակայն դստերս ծնվելուց հետո հասկացա, որ շատ եմ սիրում մոր դերում լինել։ Ու այլևս նույն ձև չեմ ձգտում պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղալ։ Ավելի ուշ, երբ փոքրիկս մի քիչ մեծացավ, համարձակվեցի վերսկսել կարիերաս։ Հենց այդ ժամանակ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու առաջարկ ստացա։ Հիմա փորձում եմ համատեղել մայր լինելը ինձ ոգևորող սպորտային կարիերայի հետ։ Ֆուտբոլիստները ստիպված են հաճախ թիմեր փոխել, դա նշանակում է նոր շրջապատ, նոր մարզիչ, նոր թիմակիցներ, հեշտ եք հարաբերություններ ստեղծում նոր մարդկանց հետ։ I think for me personally. Նկատել եմ, որ ուրիշների հետ համեմատ ինձ մոտ դա ավելի հեշտ է ստացվում։ Երբեք չեմ դժվարացել նոր թիմակիցների հետ լեզու գտնել եւ գնահատված անդամ եմ դարձել նոր թիմերում։ Գուցե ինձ դա հաջողվել է, քանի որ բնավորությամբ շփվող ու ընկերասեր մարդ եմ։ Հեշտ եմ նոր ծանոթություններ ձեռք բերում, նոր լեզուներ սովորում եւ ընդհանրապես շատ ճկուն եմ նոր միջավայրերում։ Կոմֆորտ եմ ինձ զգում ոչ կոմֆորտ իրավիճակներում եւ չեմ էլ մտածում նրա մասին, թե ոնց է դա նայվում կողքից։ Երևի թե նաեւ մարզիկ լինելու շնորհիվ եմ այս որակները ձեռք բերել։ Հայաստանում ոմանք կարծում են, որ ֆուտբոլը դա աղջիկներին վայել մարզաձև չէ, հայրիկները գերադասում են, որ աղջիկները զբաղվեն չգիտեմ մարմնամարզությամբ,
թեթև ատլետիկայով։ Դուք ինչ խորհուրդ կտաք այդ հայրիկներին եւ ընդհանրապես եւ նաեւ այդ աղջիկներին, ովքեր չնայած դրան ուզում են ֆուտբոլով զբաղվել։ Կարծում եմ լավ կլինի, եթե հայ տղամարդիկ իրենց դուստրերին տանեն սպորտային եւ մասնավորապես ֆուտբոլի խմբակների եւ իրենց ինքնադրսևորվելու հնարավորություն տան։ Հայրիկները շատ բաներ կբացահայտեն աղջիկների կարողությունների մասին եւ կտեսնեն իրենց բազմաշերտ պոտենցիալը։ Սպորտը առաջնորդ լինելու ձգտում է ձևավորում եւ օգնում է աղջիկներին համարձակություն ձեռք բերել։ Շատ կուզեի, որ Հայաստանում կանանց ֆուտբոլի հանդեպ վերաբերմունքը գոնե մի փոքր փոխվեր։ Հայրիկներն ու մայրիկները պետք է ոչ թե վախենան իրենց աղջիկներին թույլ տալ գնդակով խաղալ, այլ պարտավոր են օգնել իրենց ավելի համարձակ դառնալ։ Հուսով եմ մի օր կդառնամ Հայաստանի կանանց ազգային հավաքականի մարզիչը եւ իմ օրինակով կոգևորեմ հայ աղջիկներին։ Կաջակցեմ հայկական սպորտային համայնքի զարգացմանը։ Սենցի 21 թվականին դուք Հայաստանի ազգային հավաքականի անդամ դառնալու հրավեր ստացաք։ Պատմեք, վստահ եմ, սպասում եք, որ մի օր այդ հրավերը լինելու է։ Իրականում չեմ կարող ասել, որ սպասում էի։ Սկսեցի մտածել այդ ուղղությամբ, երբ փորձնական խաղալու հրավեր ստացա։ Շատ ուրախ էի, որ մեր թիմին հաջողվեց անցնել աշխարհի առաջնության որակավորման փուլը եւ խաղալ Նորվեգիայի ու Լեհաստանի պես մեծ երկրների թիմերի հետ։ Այդ մրցաշարից հետո դեռ չեմ ստացել հավաքականին միանալու հրավեր։ Ճիշտն ասած, չգիտեմ որն է պատճառը։ Սիդնի Վերմիլիոնը Հայաստանի քաղաքացիություն էր ստացել դեռ պատանեկան տարիքում։ Դա նրան թույլ տվեց արագ արձագանքել Հայաստանի ազգային հավաքականում խաղալու առաջարկին։ Սիդնին դրական պատասխան տվեց առանց վարանելու։ Ընտրանու հիմնական կազմում նրա նորամուտը տեղի ունեցավ 2021 թվականի ապրիլին Երևանում կայացած Հայաստանի պատմության մեջ առաջին միջազգային կանանց մրցաշարի ժամանակ։ Սիդնին որպես պաշտպան դուրս եկավ դաշտ Լիբանանի դեմ ընկերական խաղում, որում մեր թիմը հաղթեց 2-0 հաշվով։ Նույն թվականին Հորդանանի դեմ խաղում Սիդնի Վերմիլիոնը կատարեց 1 գոլային փոխանցում։ Մեր հայրենակցուհին մասնակցել է աշխարհի առաջնության որակավորման փուլի ու UEFA-ի ազգային լիգայի ընտրական խաղերին։ Խաղացել է այդպիսի ուժեղ մրցակիցների դեմ, ինչպիսիք են Լեհաստանի, Բելգիայի, Նորվեգիայի, Իսրայելի հավաքականները։ 2 տարվա ընթացքում հավաքականի կազմում անց է կացրել 14 հանդիպում, զգալի ավանդ ունենալով թիմի պաշտպանության ապահովման գործում։ Հավաքականի կազմում ձեր ամենամեծ հաջողությունը որն եք համարում։ There's so much potential. Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը իսկապես մեծ ներուժ ունի։ Մեր խաղերը աշխարհի առաջնության ժամանակ դիտելուց հետո շատ հայաստանցի ու ամերիկահայ ֆուտբոլիստ աղջիկներ կապվեցին ինձ հետ, ոգևորված ասելով, որ կուզեն միանալ թիմին։ Կարծում եմ, թե Հայաստանում, թե Սփյուռքում ունենք լավ խաղացող աղջիկներ, ովքեր ֆեդերացիայի աջակցությամբ հաստատ կկարողանային ավելի բարձր մակարդակում մրցել։ Հարգում եմ մեր ֆեդերացիան եւ գնահատում եմ կատարված աշխատանքը։ Սակայն կարծում եմ կարող են ավելի մեծ ներդրում ունենալ կանանց մարզաձևերի ծրագրում։ Ես էլ ուրախ կլինեի իրենց օգնել այդ հարցում։ Իսկ մինչ այդ հայկական ֆուտբոլին հետևում էիք, չգիտեմ, օրինակ Հենրիկ Մխիթարյանի խաղերին հետևում էիք։ Of course, I followed him. Այո, իհարկե, ուշադրությամբ հետևում եմ Մխիթարյանի կարիերային եւ շատ ոգևորվում եմ իր հաղթանակներով։ Կարծում եմ հրաշալի է, երբ մեր հայրենակիցները աշխարհում ներկայացնում են հայերին։ Գիտեմ, որ Մխիթարյանը այժմ չի խաղում ազգային հավաքականի կազմում, չնայած որ թիմը մեծ օգուտ կստանար իր ներկայությունից։ Հուսով եմ ֆուտբոլի ազգային ֆեդերացիան կկարողանա աշխատել այս հարցերի ուղղությամբ, բարեփոխել ոլորտը եւ ավելի շատ բան անել հայկական ֆուտբոլի համար։ Ես իսկապես վստահ եմ, որ Հայաստանը ունի աշխարհի ֆուտբոլային քարտեզի վրա հայտնվելու ներուժը։ Հայկական ֆուտբոլի պատմության մեջ պայծառ էջեր են եղել եւ պայծառ ֆուտբոլիստներ են ունեցել։ Կանանց հավաքականում հաջողությունները մեղմ ասած շատ ավելի համեստ են։ Ինչ է կարծում, ինչն է պատճառը։ It is a little more modest nowadays. Գիտեմ, որ մեր նախկին հավաքականը մրցում էր բավականին ուժեղ թիմերի, օրինակ Պորտուգալիայի հետ, բայց վերջերս հավաքականի ձեռքբերումները իսկապես շատ ավելի համեստ են դարձել։ Ամեն դեպքում նկատում եմ, որ ֆուտբոլի մշակույթը փոխվում է, թեկուզ եւ փոքր քայլերով։ Ավելի շատ հայ աղջիկներ են ընտրում այս սպորտաձևը եւ ձգտում պրոֆեսիոնալ դառնալ։ Հուսով եմ նրանց կոգևորի այն, որ արտերկրում ազգությամբ հայ շատ աղջիկներ կան, որ մեծ հաջողության են հասել ֆուտբոլի ասպարեզում։ Ինքս էլ եմ ոգևորվում իրենց այդ հաջողություններով։ Ազգությամբ հայ ֆուտբոլիստուհիներից շատերն են զգալի հաջողությունների հասել իրենց երկրներում։ Մարալ Արթինը Գերմանիայի պատանիների առաջնության չեմպիոն ու տարվա լավագույն ռմբարկու է եղել։ Խաղացել է Մյունխենի Բավարիայում։ Հասցրել է փայլուն դրսևորել իրեն Եվրոպայի 4 պետություններում։ Նենսի Ավեսյանը Կալիֆոռնիայի բազմակի չեմպիոն Լոս Անջելես Սթրայքերս ակումբի հարձակվող է եղել։ Բացի այդ նա նաև
ֆուտբոլի ու սեղանի թենիսի հիման վրա ստեղծված թեքբոլ կոչվող մարզաձևով է զբաղվում։ Թեքբոլի ԱՄՆ հավաքականի անդամ է։ Իզաբելլա Մանե Ներսիսյանը նույնպես ամերիկահայ է։ Նա այժմ շարունակում է իր հաջող կարիերան կալիֆոռնիական Eagles Soccer թիմում, խաղալով նաև Հայաստանի ազգային հավաքականում։ Հայկական ծագում ունի նաև Սավաննա Թեյլորը։ Նա հաջող էր հանդես գալիս ֆիննական Կուպա ակումբում, հիմա խաղում է կիպրական Ապոլոն Լիմասոլ թիմում։ Ավստրալիահայ Կլաուդիա Լուիզա Չոլակյանը Northern Tigers թիմի լավագույն ռմբարկուներից է։ Մինչ այդ գեղեցիկ գոլեր էր խփում Սիդնեյ Օլիմպիկ ու Մինլի Յունայթեդ թիմերի մրցակիցների դարպասը։ Գայանե Կոստանյանը Կոշվե թիմի կազմում Ղազախստանի առաջնությունում բրոնզե մեդալի է արժանացել։ Հիմա շարունակում է մարզչի իր կարիերան Ֆրանսիայում։ Ասում են հայերը ինդիվիդուալիստ են, դա է պատճառը, որ ֆուտբոլում մեծ հաջողությունների չեն հասնում։ Թիմային մարզաձևերը այդքան էլ չեն հաջողվում իրենց։ Ձեր կարծիքը ինչպիսին է դա։ I could see the reason why the men are like that. Լավ հասկանում եմ, թե ինչու է այդ խնդիրը առաջանում։ Ռազմավարության կենտրոնում ուժն է, արագությունը եւ ճկունությունը։ Բայց կանանց ֆուտբոլի դեպքում ավելի կարեւոր է հենց խաղացողների թիմային խաղը։ Պետք է հաղորդակցվենք իրար հետ, կապի մեջ լինենք, համագործակցենք եւ ընկերներ լինենք թե խաղադաշտում եւ թե դրանից դուրս։ Չնայած որ ապրելով պատմական հայրենիքից հեռու լիովին չեմ տիրապետել հայերենին, հայկական հավաքականի միջավայրում ես ձեռք բերեցի նոր ընտանիք։ 20 նոր քույրեր, ովքեր բոլորն էլ պատրաստ էին աղջկաս համար մորաքույր լինել։ Իսկ դուք ասում եք ինդիվիդուալիստ։ Ես հայ թիմակիցներիս հետ միասին ամեն ինչ արել եմ, որպեսզի իսկապես լինենք թիմ, այլ ոչ թե խաղացողների ժամանակավոր միավորում։ Արդյունքի համար էինք պայքարում։ Պայքարում էինք մինչև վերջ։ Նույնիսկ երբ գիտակցում ենք, որ պարտվում ենք։ Պատրաստ ենք դա անել իրար համար, թիմի համար, նաև մեր երկրի համար եւ պահենք Հայաստանի պատիվը։ Կանանց ու տղամարդկանց ֆուտբոլում հաջողությունների պակասի պատճառները տարբեր են։ Կանանց դեպքում համակարգվածությունը եւ միասնականությունը բնականից է գալիս։ Մինչդեռ տղամարդկանց համար այս հմտությունները սովորաբար ի հայտ են գալիս միայն հատուկ առիթների ժամանակ։ Բայց վստահ եմ մի օր այդ առիթի շնորհիվ տղամարդկանց թիմն էլ կհամախմբվի եւ մենք կտեսնենք իրենց համագործակցության ուժը։ Սինձի ֆուտբոլը խելքի սպորտ է, թե միայն տեխնիկայի ու արագության։ 60-40. Ըստ իս ֆուտբոլում այս երկուսի հարաբերակցությունը 40-60 է կազմում։ Եթե լավ տիրապետում ես տեխնիկային, արդեն 60% ունես։ Սակայն եթե կարողանում ես նաև ուղեղով խաղալ եւ լավ կարդալ խաղը, շատ մրցունակ ես դառնում եւ կարող ես քեզանից ֆիզիկապես ավելի լավ պատրաստված խաղացողի դեմ խաղալ։ Քանի որ ես ինքս տարիքով ավելի մեծ եմ մրցակիցներիցս, ֆիզիկական տեխնիկան գուցե հիմա իմ առավելություններից չէ, սակայն փորձի շնորհիվ լավ եմ հասկանում խաղը։ Շատ բաներ եմ նկատում։ Ձգտում եմ ավելի շատ խելքով խաղալ։ Եթե կարողանում ես կարդալ խաղը, այն քեզ համար դառնում է ավելի հեշտ։ Իսկ ով է ֆուտբոլում ձեր ամենամեծ կուռքը։ Cristiano Ronaldo. Միանշանակ Կրիշտիանո Ռոնալդուն ինձ համար նա կատարյալ ֆուտբոլիստի մարմնավորումն է։ Հիանում եմ իր խաղով, իր արագությամբ, ատլետիզմով եւ աշխատասիրությամբ։ Կարծում եմ մեծ գովասանքի են արժանի այն փաստերը, որ նա միշտ աջակցել է իր թիմին եւ միևնույն ժամանակ եղել իր ընտանիքի կողքին։ Իսկ կանանց ֆուտբոլում ունեք կուռք։ For the women's side, Կանանց ֆուտբոլում շատ են ոգեշնչվում Ալիսա Թոմսոնով։ Նա շատ ունակ աղջիկ է, ով երիտասարդ տարիքից խաղացել է մեծահասակ խաղացողների հետ։ Միայնակ մեկնել է Եվրոպա, որտեղ շարունակում է անընդհատ մարտահրավերներ նետել ինքն իրեն եւ զարգացնել իր կարողությունները։ Կարծում եմ առաջիկա 5-ից 10 տարիների ընթացքում նա կարող է դառնալ աշխարհի լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը։ Դուք հիմա ավելի շատ մասնագիտացած եք ձեր մարզչի կարիերան զարգացնելու հարցում, հա, պատմեք այդ ոլորտի մասին դեպս։ yes, I'm a coach now for. Այո, ֆուտբոլիստ լինելուց բացի California Athletic Soccer Club ակումբի մարզիչ եմ, ղեկավարներից մեկը։ Այստեղ պատասխանատու եմ կանանց բոլոր թիմերի եւ մարզիչների վերահսկման համար։ Ակումբից բացի նաեւ Studio City թաղամասում գտնվող Campbell Hall մասնավոր դպրոցի աղջիկների հավաքականի մարզիչ եմ։ Ես նաեւ ունեմ Միացյալ Նահանգների ֆուտբոլի ֆեդերացիայի B կարգի լիցենզիա, եւ եթե ցանկանամ ստանալ A կարգի լիցենզիա, կարող եմ շարունակել այս ճանապարհը։ Սակայն անկեղծ ասած իրականում երազանքիս աշխատանքը Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ լինելն է։ Շատ եմ ուզում մասնակցել Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացմանը։ Դե ինձ մնում է միայն մաղթել, որ ձեր այդ երազանքը իրականանա եւ ձեր ղեկավարությամբ ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը մեծ ձեռքբերումներ ունենա։ Շնորհակալ եմ։ Thank you so much. Գուցե ընդունված չէ կնոջը, այն էլ սպորտսմեն կնոջը ոգելից նվիրելը, այնուամենայնիվ
անամոր կոչվող այս հրաշալի գինին Մանուկյան գինու կոնյակի գործարանը արտադրել է ընդամենը 100 օրինակով հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար, այդպես էլ կոչվում է աշխարհի հայերը։ Ձեր հաջորդ հաղթանակը այս գինով նշեք, խնդրում եմ։ Իսկ այս գինու հետ շատ համեղ է Մարլենկա քաղցրավենիքը, որը Չեխիայում մեր հայրենակիցն է արտադրում։ Շնորհակալություն։